Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, ԱՖԼ Armenia YouTube-յան ալիքի եթերում մեզ մոտ խաղան շաբաթը շարունակվում է եւ այսօր առաջինը կմրցեն միմյանց դեմ արդեն Winter Cup-ի շրջանակներում Ատլետիկո Երևանը ու Սելտան։ Թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո կանդրադառնանք արդեն հանդիպանը։ Եվ սկսենք Սելտայից։ Այսօր Սելտայի դարպասը պաշտպանում է Հայկ Բոքսյանը, համար 1 Ավետիս Տուրգանյան, համար 4 Անի Խալացյան, համար 5 Դավիթ Հարությունյան, համար 7 Գարիկ Սենակերիմյան, համար 11 Նաթի Միավակն է, Լեո Պապյան, համար 15 Արամ Ենգիբարյան, համար 17 Դավիթ Հարությունյան, համար 30 եւ Աշոտ Բորյան, համար 77 կա մրցավարի Սուրիչ Ատլետիկոն գնդակը հանձնում է Սելտայի ֆուտբոլիստերին ու վեր սկսվում է հանդիպումը, ծանոթացնեմ նաեւ Ատլետիկո Երևանի հայտարարությունք այս հանդիպման հետ կապված դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը, համար 1 Հրանտ Գևորգյան, համար 2 Արման Ավդալյան, համար 6 Թովմաս Սարգսյան, համար 8 Գագիկ Ակուլյան, համար 9 Նաթի Միավակն է Գուրգեն Ռևազյան, համար 18 Հարություն Դունամալյան, համար 21 Արտուր Ղանդիլյան, համար 20 եւ Ռաֆայել Մկրչյան, համար 22 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը գլորում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Ենգիբարյան Շատ հետաքրքիր, իսկապես հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում, քանի որ թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են միմյանց շատ մոտ ու այս խաղից իհարկե շատ բան կարող է կախված լինել, հիշեցնեմ եւս մեկ անգամ Սելտան ունի կրած պարտություններ այս առաջնությունում, Ատլետիկոն էլ դեռ չունի ոչ մի պարտություն Winter Cup-ի այս մրցաշարում, բայց այս պահի դրությամբ նրանք գտնվում են 5-րդ ու 6-րդ հորիզոնականներում, իհարկե Սա կրկնում եմ եւս մեկ անգամ դեռ ամբողջական հայտարարությունը չէ, ես պարզապես ներկայ դրությամբ եմ այն ներկայացնում, քանի որ Երևանի Ատլետիկոն դեռ ունի մի քանի հանդիպում, որ պետք է անցկացնի, ինչ-ինչ պատճառներով այդ հանդիպումները հետաձգվել են, բայց այս պահի դրությամբ Ատլետիկոն մրցաշարային աղյուսակում այս գրոյից հետո խոսեմ այդ մասին, Ղանդիլյան տեսնենք ինչ որոշում կայացնի, ուղարկեց գնդակը Դունամալյանին, հարվածի փորձ, բայց շեղությամբ ստացվեց Դունամալյանի կատարած հարվածը Երևանի Ատլետիկոն այս պահին 31 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում, Սելտան 28 միավորով 6-րդը, բայց այսօր Ատլետիկոն պարզապես նույնիսկ այդ հանդիպումները բաց թողած, որոնք դեռ չի անցկացել, հաղթանակի հասնելու դեպքում հերթական 3 միավորով վաստակելու դեպքում, այսպես ասեմ, մի անցնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, պատկերացնում եք ինչ է կատարվում վերին հորիզոնականներում, առաջինից մինչև Երրորդ տեղերը զբաղեցած թիմերը տվյալ դեպքում Աջափնյակը, Էվերտոնը ու Բորուսիա Մյունխենգլադբախը ունեն 33-ական միավորներ, Վիլյարեալն ու Ատլետիկոն էլ 31 միավորով 4-րդ ու 5-րդ հորիզոնականներում են, այնպես որ եթե գումարենք 31 միավորին եւս 3-ը, որը կարող է այսօր Ատլետիկոն վաստակել, ապա առաջին երրակից 1 միավոր ավելի վեր կգտնվի ու իհարկե կսպասի բաց թողած հանդիպումները անցկացնելուն Դունամալյան Լավ, պատխաղարկում Ազիզյանի հետ ու այստեղ վերջի պահին Դավիթ Հարությունյանն է հասցնում հեռացնել գնդակը Դունամալյանի ոտքերի տակից այլապես Եթե հարվածել կամ նույնիսկ փոխանցում կատարել Դունամալյանը այս իրավիճակում չի բացառվում, որ Ազիզյանը տար եզրափակումը կատարած փոխանցման նույնը կարող էր հենց Դունամալյանն անել հարվածել ու գրավել դարպասը, բայց Դավիթ Հարությունյանը հասցրեց իսկ անկյունային խաղարկումից հետո արդեն չստացվեց դիպուկ հարված կատարել Սելտայի դարպասի ուղղությամբ ու Սելտան կսկսի դարպասից Դավիթ Հարությունյանն է պատրաստվում գնդակը խաղարկելուն, այդպես էլ արեց դեպի իրենից ավելի աջ Ենգիբարյան, նորից Հարությունյան ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ Սենակերիմյան այսօր կարծես դաշտի միջին հատվածում է տեղ զբաղեցել, այո, բացակայում է այսօր Սելտայի կազմում հիմնական ֆուտբոլիստերից, հիմնական կազմի ֆուտբոլիստերից մեկը Սուրեն Ղուկասյանի մասին է խոսքս, նա ներկա չէ այս հանդիպմանը, ինչը իհարկե
իր տեղը զգացնել կտա անպայման խաղադաշտում Դունամալյանն է հիմա շարժվում առաջ տեսնենք ինչ որոշում կայացնի տարավ գնդակի իր հետ եւ առավելագույն այստեղ այս իրավիճակում վաստակեց Հարություն Դունամալյանը անկյունային կիրասնի Երևանի Ատլետիկոն այնպես չէ որ ամբողջական հայտարարությամբ է ներկայացել այս հանդիպանը նրա զգացվում էլ կան բացականներ տեսնում ենք փոխանցում Ակուլյան հարված բայց այստեղ նորից փակվեց գնդակի ճանապարհը այսօր էլ Ատլետիկոյին չի կարողանում օգնել Վայե Գալստյանը նույնպես թիմի առանցքային ու կենտրոնական ֆուտբոլիստներից մեկը Ակուլյանն է գնդակով եւս մեկ հարվածի փորձ նորից Դավիթ Հարությունյանը բայց այս անգամ արդեն 7 համարի ներքո գտնվող Հարությունյանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա տեսնենք Սելտայի պատասխանը Թոմաս Սարգսյանը այստեղ խախտեց Սարգսյանը խաղի կանոնները արագորեն խաղարկում է Սելտան գնդակը Տուրգալյան լավ թողեց գնդակը բայց այստեղ Ակուլյանը փակեց մրցակցի փոխանցման ճանապարհը ու դեպի աճ Ռևազյան շատ լավ նկատեց այստեղ Ռևազյանը Դունամալյանին բայց Դավիթ Հարությունյանը ավելի շուտ արձագանքեց գնդակի Ենգիբարյան Շատ լավ փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը բայց գնդակը Սենեկ Քերիմյանը դաշտի սահմաններում բայց փոխանցումը չասավ Ասիատիոչը Թովմաս Սարգսյան դեպի Ղանդիլյանը շարժվում է առաջ Ատլետիկոն լավ անցում Ղանդիլյանից պետք է բացել հաշիվը բայց բրավո Բոքսյան այստեղ փրկում է այստեղ Սելտային դարպասապա Բոքսյան իհարկե ամեն ինչ միայնակ արեց Ղանդիլյան ու պետք էր այս գրոհը ավարտել գոլով, բայց ինչ անես երբ դարպասապա ճիշտից զբաղեցեց, եթե մի փոքր այսպես ասած Ղանդիլյանը ավելի կտրել անկյուն ու ավելի հեռուն ուղարկել գնդակը կարծում եմ չէր հասցնի արդեն Հայկ Բոքսյանը փրկել իրադրությունը, բայց այս իրավիճակում չստացվեց Ղանդիլյանի մոտ գրավել դարպասը, ինչը նշանակում է, որ հարված կլինի Սելտայի դարպասից, հենց Հիմա արդեն կա մրցավարի սուլիչը Հարությունյան դեպի նորից Ենգիբարյան նույն սցենարով կարծես Սելտան երկրորդ անգամ հավարկեց գնդակը Ենգիբարյան այստեղ մնաց գնդակով կար իհարկե խախտում բայց գնդակը Սելտայի ֆուտբոլիստների մոտ է Դավիթ Հարությունյան Ղանդիլյանը այստեղ էլ նահանջեց ու խլեց գնդակը դեպի Ակուլյանը տեսնենք ինչ որոշում է կայացնելու Ակուլյանը այստեղ կա խաղի կանոնների խախտում Հարությունյանի կողմից ու Հիմա տեսնենք ինչ պատահեց Ակուլյանին Ոչ սա ֆուտբոլային հպում է պարզապես հայտնվել խոտածածկին Ակուլյանը, բայց ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ, Ատլետիկոյի ավակի հետ ու նա արդեն ոտքի է կանգնել եւ ստանդարտ հիմա կիրասնի Երևանի Ատլետիկոն շատ վտանգավոր դիրքում տեսնենք ով է պատրաստվում հարված կատարելուն, կարծես Ղանդիլյանն է տեղադրում գնդակը Իհարկե ավելի հարմար կլինի այստեղից կամ Ղանդիլյանի կամ Թովմաս Սարգսյանի համար հարված կատարել, երկուսն էլ ձախ ոտքով հրաշալի են հարվածներ կատարում ու տեսնենք կա մրցավարի սուլիչը Ղանդիլյանն է հարվածում, բայց այս անգամ բարձր է ստացվում այս փորձը ու հարված կլինի արդեն Բոքսյանի պաշտպանած դարպասից Իսկ Սելտան եթե այսօր կարողանա հաղթանակի հասնել Ատլետիկոյի նկատմամբ, ապա այս պայմանությամբ կհավասարվի մրցաշարային հաղթանակում թե Ատլետիկոյին, թե Վիլյարեալին ու կունենան 3 թիմերն էլ 31-ական միավորներ։ Հարությունյան Բարձից դեպի Տուգանայինի մատուցներ, բայց Սարգսյանը առաջինն էր այստեղ ու հետո հենց Սարգսյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզից կնետի Սելտան Ենգիբարյանն է պատրաստվում իրականացնելու եզրային նետում ու խաղարկեց գնդակը Դավիթ Հարությունյանի հետ դեպի պաշտպանություն ու նորից Ենգիբարյանին հասցեագրվեց փոխանցումը լավ խաղարկում այստեղ կատարեցին Սելտայի ֆուտբոլիստները Բորյան թողնում է նորից Դավիթ Հարությունյանին ու կարայով խաղի կանոնների խախտում Ազիզյանի կողմից Հարությունյանը դեմ պայքարում ստանդարտ է նշանակում մրցավարը արագորեն խաղարկում է Սելտան գնդակը Բորյան
Շատ լավ շրջվեց այստեղ Բորյան ուղարկեց գնդակը դեպի ավելի իրենից ձախ ու այստեղ Ռայվազյանը մաքուր գործեց Դուրգարյանի դեմ պայքարում գնդակը Ատլետիկոյի մոտ է Դունամալյան դեպի Ղանդիլյանը ու իհարկե պետք է հանգստացնել այս իրավիճակում տեմպը Գասպարյան ուղարկեց գնդակը Ռայվազյանի ուղղությամբ տեսնենք ինչ որոշում կայացնի Ռայվազյանը շատ լավ գտավ կենտրոնում Ակուլյանին Գագիկ Ակուլյան դեպի Սարգսյանը, Թոմաս Սարգսյանը արված ու շեղությամբ է ստացում Սարգսյանի այս գործը։ Այո, պետք է իսկապես աչալրջորեն վերահսկել Թոմաս Սարգսյանի հարվածներին, նա երբ ստանում է հարվածի հնարավորություն ու վերահսկողության տակ չի գտնվում, ապա կրակոցներ է արձակում մրցակիցների դարպասի ուղղությամբ, կարծում եմ այդ ամենի մասին տեղեկ են Սելտայի ֆուտբոլիստները, իհարկե նույնը կարող եմ ասել Սելտայի կազմում Դավիթ Հարությունյանի մասին 7 համարի ներքո հանդես եկող, երբ Հարությունյանը նույնպես հարվածներ է կատարում այնպիսի իրավիճակներում, որտեղ չկա վերահսկողություն նրա նկատմամբ ու ունի տարածություն, ապա շատ լավ է հարմարեցնում գնդակի ոտքին ու ոչ պակաս դիպուկ հարվածներ է կատարում իսկապես Հարությունյանի հարվածներից կարելի է նույնն Սարգսյանի հարվածներից խոսել բավական երկար հիմա Սարգսյանի անցումը տեսանք ու կա այստեղ խաղի կանոնների խախտում միայնակ բավական երկար տարածություն հաղթարեց ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացի Ատլետիկոն բավական նպաստավոր է դիրքը ու տեսնենք արդեն ով է պատրաստվում այս անգամ հարվածը իրականացնել Հիմա էլ Դունամալյանը Ռայվազյանն են գնդակի մոտ Կարծես Դունամալյանն է հարվածելու կա մրցավարի սուլիչը Հարություն Դունամալյան հարված ուղիղ Բոքսյանի ձեռքերի մեջ հայտնվեց գնդակը Սարգսյանն էլ փորձեց եւս մեկ հարված կատարել բայց չստացվեց Բոքսյանը առաջին հպումից չֆիքսեց գնդակը հետո արդեն երկրորդ անգամ չհասցրեց Թովմաս Սարգսյանը հարված կատարել Հարությունյան Շատ լավ փոխանցում կատարեց Դուրգարյանի ուղղությամբ Դեպի Սենեկ Քերիմյանը սայթակեց այստեղ Սենեկ Քերիմյանը ու Ատլետիկոն գնդակով է Թովմաս Սարգսյան Տեսնենք ինչ որոշում են կայացնելու Սարգսյանը չանցավ այստեղ փոխանցումը դեպի Ղանդիլյանը հետո էլ Դունամալյանը ստիպված խախտեց խաղի կանոնները Այո, գիտակցված խախտում էր այստեղ Դունամալյանի կողմից, եթե Սենեկ Քերիմյանը ստանար հնարավորություն ու զարգացներ արագություն, ապա վտանգավոր հակագրով բաց կթողներ Ատլետիկոն եւ այս խախտումը իսկապես պետք էր անել Ատլետիկոյի տեսանկյունից Սենեկ Քերիմյանը ու այստեղ ավելացեց գնդակի ընթացքը, բայց ավելի շուտ գնդակին հասավ Թովմաս Սարգսյանը, քան Բորյան այս իրավիճակում ու տեսնենք, ես իսկ կնետի Ենգիբարյանը երկար փոխանցում առաջ Մկրչյանը առաջինն է արձագանքում գնդակին ու դեպի առաջ ուղարկում Դավիթ Հարությունյանն է այստեղ բայց չանցավ փոխանցումը չնայած նորից մնաց գնդակը Հարությունյանի մոտ Ղանդիլյանն է պայքարում թիկունքից չկար ոչինչ Բորյան ու Ակուլյանը հաջող խլում կատարեց 3-2-ի դիմաց նետվում է առաջ Ատլետիկոն Դունամալյան հարված կտեսնենք արդյոք տեսանք հարված բայց Դավիթ Հարությունյանը նորից ոտքով այստեղ փակեց գնդակի ճանապարհը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա արդեն փոփոխություններ ենք տեսնում Ատլետիկո Երևանի կազմում թիմի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը կարծես երակի փոփոխություն կատարեց այո Մանուչարյանը, Գևորքյանը ու Արման Ավդալյանը մտան խաղադաշտ համապատասխանաբար փոխարինելով Թովմաս Սարգսյանին, Ռաֆայել Ազիզյանին ու Ռաֆայել Մկրչյանին այս իրավիճակում ու տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել կա Սուլիչը Մանուչարյանի առաջին հպումը գնդակին կա փոխանցում Բոքսյանը հեռացեց Ավդալյան եւս դրա առաջին հպումներ գնդակին բայց բարձ ստացվեց Ավդալյանի այս փորձը Խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, լավ դուրս եկան պաշտպանությունից, Դուրգարյան մնաց գնդակով ավետից Դուրգարյան ու շարժվում է առաջ, բայց Գևորքյանը այստեղ թույլ չտվեց ավելին անի
Դուրգարյան ու Եզից կնետի Սելտան Բորյան հետ փոխանցում դեպի Դավիթ Հարությունյանը Ենգի Բարյան Ուղարկեց գնդակը Գարիկ Սենեկ Քերիմյանին, տեսնենք Սենեկ Քերիմյանի որոշումը, բայց այստեղ ավելի շուտ գնդակին արձագանքեց ու շարժվում է առաջ Ռևազյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի, լավ նկատեց Արտուր Ղանդիլյանին դեպի Դունամալյանը, բայց այլ ուղղությամբ էր արդեն շարժվում Դունամալյանը, Ղանդիլյանն էլ կատարեց փոխանցում ավելի ետ ու իհարկե գնդակը բաժին է հասնում այստեղ նորից Սելտայի ֆուտբոլիստերին Հարությունյան դեպի Ենգի Բարյանը հետ փոխանցում դարպասապա Բոքսյանի ուղղությամբ ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ Բորյան մնաց գնդակը Սելտայի մոտ թողեց Բորյանը գնդակը Դավիթ Հարությունյանին Դուրգարյան դեպի Բորյանը Խաղարկումը ստացվեց Բորյանի ու Դուրգարյանի, տեսնենք ինչ որոշում կայացնի ու հենց Բորյանից դուրս եկավ այո գնդակ այս իրավիճակում հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Արագորեն տեղադրեց ու խաղարկեց գնդակը Ակուլյանի հետ այստեղ Գասպարյանը, տեսնենք ինչ որոշում է կայացնում Ակուլյանը, շատ շքեղ անցում Ակուլյանից հարված է պետք այդպես էլ արեց ու իր ողջ անհատական վարպետությունը գործի դնելով Ատլետիկոյի ավակը բացում է հանդիպման հաշիվը 1-0 Մեկ փոխանցում միջև Ակուլյանը դարպասապա Գասպարյանից տեսանք ու Ակուլյանը միայնակ վճռեց այս դրվագի ներողություն ելքը Ատլետիկոն բացում է հանդիպան հաշիվ ու տեսնենք Սելտան ինչով կփորձի պատասխանել անմիջապես ներկվում են առաջ բայց Գասպարյանը տեղում է այս իրավիճակում Դուրգարյանի հարված այնպես չէ որ վատ էր ստացվել պարզապես ճիշտ դիրքում մնաց կանգնած Աշոտ Գասպարյանը ու Ատլետիկոն նորից շարժվում է առաջ Ղանդիլյան սայթակեց Սելտան նորից գրոյի կաստի այ հիմա բարձրացավ հանդիպան տեմպը քան միջև իհարկե Ակուլյանի դարպասը գրավելն էլ Մանուչարյան թողնում է գնդակը Դունամալյանին ու արդեն հանգստացնում է հանդիպան տեմպը Ատլետիկոն Ակուլյան շատ լավն էր փոխանցումը Ղանդիլյան կա նաև Ավդալյանի տարբերակը չփոխանցեց Ղանդիլյանը ու հետո Գործրեց հարված կատարելու հնարավորություն իհարկե Դավիթ Հարությունյանն այս իրավիճակում շատ լավ պաշտպանվեց Բորյան թողեց գնդակը Ենգի Բարյանին լավ փոխանցում տեսանք Դուրգարյանն է գնդակով բայց այստեղ Գևորգյանը շատ լավ գործեց ու դեպի Ղանդիլյանը եւս մեկ հաջող փոխանցում հիմա արդեն պետք է շտապի Ատլետիկոն ունի արձակման գծում առավելություն Դունամալյան լավն էր մտած հաղացումը բայց չհասավ գնդակը այստեղ Ավդալյանին ու նորից Սելտան կշարժվի առաջ Խալացյան թողնում է գնդակը Ենգի Բարյանին Սենեկ Քերիմյան լավ էր մտածված բայց Այսպես հեշտությամբ Ռևազյանը թույլ չի տա, հետո էլ Ակուլյանը եկավ փոխօգնության Ռևազյանին ու մի ամուր ուժերով Ատլետիկոն գնդակը վերականգնում է Ռևազյանն է գնդակով դեպի Դունամալյանը կրկին Ռևազյան շատ լավ փոխանցում դեպի Ակուլյանը տեսանք Տեսնենք ինչ որոշում կայացնի Ակուլյանը դեպի ավելի աճ Արտուր Ղանդիլյան Դունամալյան Ակուլյան դուբլ 2-0 Գեղեցիկ է իսկապես խաղարկում գնդակը Ատլետիկոն Ակուլյանն էլ խփում է այս խաղում Եվիդ Եգյոր գնդակը Դուբլ Ակուլյանից նորից երկրորդ խաղում անընդմեջ Ակուլյանը դառնում է դուբլի հեղինակ նախորդ խաղումը եթե այսպես ասած երկրորդ խաղակեսի մեկ տարկում Միլանի դեմ խաղում երբ բրծում էր Ատլետիկոն երկու ամբողջական րոպե չպահանջվեց Ակուլյանից երկու անգամ գրավելու Միլանի դարպասը այս անգամը գրեթե նույն սցենարով հա բայց պարզապես 2 րոպեն լրացավ արդեն Ակուլյանի դուբլի ժամանակ 2-0 հիմա արդեն Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը ու ավելի վստահ կլինի խաղադաշտում բնականաբար ստանդարտ վաստակում են Սելտայի ֆուտբոլիստները այստեղ
Դավիթ Հարությունյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչ որոշում կայացնի, կա մրցավարի Սուլիչը Հարությունյան հարված, բայց միայն Ղանդիլյանն էր կազմել այստեղ պատուի վրա ընդունեց գնդակը, տեսնենք Սելտան շարունակում է գրոհը, բայց Ռևազյանը այստեղ էլ կանգնեց գնդակի ճանապարհին ու ստացվեց դա փոխանցում Ղանդիլյանի համար եւ եզից կնետի կարծես Ատլետիկոն այո Սենեկ Քերիմյանից էր դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից Դունամալյան շատ լավ նկատեց Մանուչարյանին ձախ եզրողն է Մանուչարյանը դեպի Ակուլյանը կա նաև Ղանդիլյանի տարբերակը մնաց գնդակով Ակուլյանը տեսնենք ինչ որոշում է կայացնում թողնում է հիմա Ղանդիլյանին Մանուչարյան գուցե փորձ տեսնենք Մանուչարյանից այո այդպես էլ վարվեց բայց եղավ անադարձ ու Բոքսյանը այստեղ վերցնում է գնդակը Եվ նետում գնդակը Արամ Ենգիբարյանի ուղղությամբ Տուրգարյան թողնում է գնդակը Խալացյանին այո պետք է շտապի Սելտան իսկապես արդեն երկու գնդակի տարբերությամբ են զիջում Ատլետիկոին ու դա այնքան էլ հեշտ չի լինի երբ բերել չեմ ասում անհնարինն է բայց խփել Ատլետիկոին հենց այնպես երկու գնդակ այո դա անհնարինն է պետք է այդ ամենի համար աշխատանք տանել իսկ եթե մինչև ընդմիջման գնալը կարողանա Սելտան մեկը ետ բերել ապա երկրորդ խաղակեսում էլ ավելի ոգևորված տեմպով Սելտայի ֆուտբոլիստները կգործեն խաղադաշտում, բայց դրա համար պետք է մնացած 4 րոպեների ընթացքում առնվազն 1 գնդակ հեղինակել։ Գևորգյան լավ է պաշտպանվում այստեղ Գևորգյանը մնաց գնդակով, հիմա ազատվեց գնդակից Ղանդիլյանն էլ շատ լավ անցում կարողացավ կատարել, բայց միայն Հարությունյանի դեպքում արդեն չստացվեց, առաջի դրվագում գործեց, պայքարում է միջև վրջ Ղանդիլյանը չնայած արդեն գործերից գնդակ այս իրավիճակում երկար փոխանցում առաջ հիմա էլ ոչ ոք չկա միայն դարպասապա Գասպարյանն է ով ուղարկեց գնդակը Մանուչարյանին դեպի կենտրոն Ակուլյան մեկը մեկի դեմ պայքարը մնաց գնդակով Ակուլյանը հետո ազատվեց Ռևազյան դեպի Մանուչարյանը թողեց Ակուլյանին Մանուչարյանն էլ ու Գևորգյանի ուղղությամբ փոխանցում տեսանք Դունամալյան Լավ էր նկատել, կարծում եմ Դունամալյան այստեղ Ղանդիլյանին էր կատարում այս փոխանցումը, բայց Մանուչարյանը խանգարեց փոխանցման ժամանակ խաղընկերոջը։ Ու Սելտան ձախ եզրով է հիմա շարժվում առաջ, Դունամալյան խախտեց խաղի կանոնները, այո։ Եվ ստանդարտ է նշանակում Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ մրցավարը։ Խաղարկեց Սելտան գնդակը Պապյան դեպի Խալացյանը Սենեկ Քերիմյան ուղարկում է Ենգիբարյանին Ենգիբարյանն էլ դեպի ավելի ետ նորից Սենեկ Քերիմյան ու տեսնենք ինչ որոշում է կայացնելու դեպի առաջ բայց Ակուլյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին Մանուչարյան չանցավ փոխանցումը դեպի Ավդալյանը Ենգիբարյանն էլ պահեց գնդակը դաշտի սահմաններում ուղարկելով Սենեկ Քերիմյանին բայց նորից Քիչ էր մնում կորցներ Սելտան գնդակը Պապյան մի փոքր ռիսկային էր, բայց աջողվեց այս իրավիճակում Պապյանի մոտ ու Ենգիբարյանը չպահեց գնդակը դաշտի սահմաններում եզից կնետի Երևանի Ատլետիկոն Ոչինչ Թեո Մանուչարյանն է աղարկում գնդակը Գևորգյանի հետ դեպի Ռևազյանը Ակուլյան իհարկե մրցավարը ավելացնելու կարծում եմ լուրջ պատճառ չի էլ ունենա առաջի խաղակեսի ավարտին այնպես որ կարծում եմ հիմնական ժամանակում ավարտվի խաղակեսը Մանուչարյան դեպի դարպասապա Գասպարյան ուղարկեց գնդակը Գասպարյանն էլ դեպի դնից ավելի աջ Գևորգյան Ռևազյան խաղարկում է Ատլետիկոն գնդակը շատ հանգիստ կերպով պաշտպանությունում Ռևազյան տեսնենք ինչ որոշում է կայացնելու թողեց գնդակը Մանուչարյանին ու դեպի աջ Ղանդիլյանի ուղղությամբ շատ հաջող փոխանցում կատարեց Մանուչարյանը Արտուր Ղանդիլյան լավ էր մտածել Ղանդիլյանը այստեղ բայց ուժեղ կատարեց փոխանցում ու Բոքսյանը սկսում է դարպասից Սենեկ Քերիմյանն է գնդակով թողեց Պապյանին
Ավդալյանն է գնացել պրեսինգի ու կարող էր խլել գնդակ այս իրավիճակում, բայց եզից կնետի Սելտան, Տունամալյան, նորից եզրային նետում կիրաստի Սելտան, Տունամալյան այստեղ գնդակ ուղարկեց դաշտի սահմաններից դուրս, կատարված է եզրային նետումը, այստեղ եթե չեմ սխալվում նորից Տունամալյանը հասցրեց հպվել գնդակին, Բորյան ու կորցրեց Սելտան այստեղ գնդակը արված կլինի Ատլետիկոյի դարպասից, իհարկե առաջի խաղակեսը փորձում է Ատլետիկոն տրամաբանական ավարտին հասցնել, հիմա գրոյի ասնում նորից ձախ եզրով, Մանուչարյան, շատ լավ փոխացում դեպի Արություն, Տունամալյանը կա Ղանդիլյանը, մի փոքր ուշացեց արդեն Տունամալյան ու Պապյանը փակեց գնդակի ճանապարհը, Սենեկ Քելիմյանն էլ շարժվում էր առաջ ու այստեղ հարված ստացավ ոտքին եւ առաջին դեղին քարտել ունենք այս խաղում, Տունամալյանը թիկունքից խախտեց խաղի կանոնները, բայց հիմա հասկանանք ինչ պատահեց ֆուտբոլիստերին, իհարկե կար խախտում եւ չի վիճում մրցավար եւ Տունամալյանը գիտակցեց խախտման արժեքը այստեղ կա մրցավարի Ստուլիչը, Դավիթ Հարությունյանն է կրկին գնդակի մոտ, երկար փոխանցում առաջ, Ենգի Բարյան ու լավ արված էր, բայց իհարկե թույլ ստացվեց, առաջին կեսը հենց այստեղ էլ այսքանով ավարտվեց, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ, մենք վերադառնում ենք Սելտան ընդդեմ Ատլետիկոյի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու, առաջի խաղակեսից հետո Ակուլյանի դուբլի շնորհիվ Ատլետիկոն հաղթում է 2-0 հաշվով, ու տեսնենք երկրորդ խաղակեսում առաջին հերթին Սելտան ինչով կփորձի պատասխանել մրցակցին, այո, հանդիպան սկիզբը շատ լավ անցավ, Սելտայի համար շատ լավ պաշտպանվեցին, Ատլետիկոն այնպես չէ որ ողջ ներդրումը, այսպես ասած, շեշտը դրել էր հանդիպան հաշիվը հենց մեկ տարկում բացելու վրա, բայց 2 րոպե պահանջվեց Ակուլյանից նորից 2 անգամ գրավելու մրցակցի դարպաս ու նա այսպես թիմերը գնացին ընդմիջման 2-0 հաշվի պայմաններում, երկրորդ խաղակեսում տեսնենք կրկնում եմ առաջին հերթին Սելտան ինչ կփորձի անել, եկեք նորից վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Սելտայից Հայկ Բոքսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ավետիս Դուրգարյան համար 4, Հանրիկ Խալացյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեքերիմյան համար 11, Նաթիմի ավագն է, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, Ազիզյան դեպի Մանուչարյանը 3-0, գեղեցիկ հարված տեսանք Մանուչարյանից, Ատլետիկոն էլ արդեն եռապատկում է առավելությունը։ Ալեքս Մանուչարյան 3-0 շատ լավ փոխանցում ստացավ այստեղ Մանուչարյան Ազիզյանից ու այսպես ասեմ բոլորին խապ ստալով ցույց տվեց փոխանցում ու կատարեց հարված 3-0 Ատլետիկոն շատ մեծ քայլ կատարեց այս գոլով դեպի 3 միավորը, բայց եկեք կրկնում եմ չտապենք, իհարկե Սելտան նմանատիպ իրավիճակներից մեկ անգամ չի որ փորձել է ներողություն դուրս գալ նույնիսկ ամբողջական հայտարարությունը թիմերի աստրի ներկայացնել ու դա կանեմ եւս մեկ անգամ սկզբից Սելտայից սկսենք Հայկ Բոքսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Ավետիս Դուրգարյան համար 4 Հանրիկ Խալացյան համար 5 Դավիթ Հարությունյան համար 7 Գարիկ Սենեքերիմյան համար 11-ով թիմի ավագն է Լեո Պապյան համար 15 Արամ Ենգիբարյան համար 17 Դավիթ Հարությունյան համար 30 եւ Աշոտ Բորյան համար 77 Ատլետիկո դարպասը պաշտպանում է շատ փորձառու դարպասապահ Աշոտ Գասպարյանը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, ով թիմի ավագն է եւ այսօրվա Ատլետիկոյի դուբլի հեղինակը, 2 գոլերի հեղինակը Ալեքս Մանուչարյան համար 13, նա նույնպես քիչ առաջ դարձավ գոլի հեղինակ, Ռաֆայել Ազիզյան համար 11, Գուրգեն Ռևազյան համար 18, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22 թիմը գլխավորում է Հայկ Միրզոյանը Գևորգյանն է գնդակով
Դեպի Մանուչարյանը Մանուչարյանը լավ նկատեց Ակուլյանին մեկը բունով դեպի Ավդալյանը Արման Ավդալյան ցածրից փոխանցումով է հարված կատարողը Ազիզյանը բայց եղավ հարադարձ մնաց գնդակը Ատլետիկոյի մոտ հիմա էլ լավ էր մտածված Ակուլյանի կողմից բայց Սարգսյանը այստեղ գնաց միջև վերջու խախտում է խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկ է, այո, դեղին քարտը մնաց ուժի մեջ, այստեղ Սելտան խաղարկում է գնդակը Ենգիբարյան, իհարկե վարկած կար այստեղ նույնիսկ որ կարմիր քարտի տարբերակ դիտարկվեր կարծում եմ, բայց իհարկե խախտման դիրքը այնպես էր, որ մրցավարը որոշումը չփոխեց դեղին քարտ, միայն Ակուլյանից հիմա հարված ենք տեսնում Ենգիբարյանը կարծես փակեց գնդակի ճանապարհը ու դեպի առաջ Դավիթ Հարությունյանը տեսնենք այս գրոհ ինչ կտա արդեն Սելտային Հարությունյան հարված կատարեց ամեն դեպքում փակվեց Հարությունյանի հարվածի ճանապարհը նորից նայե գնդակով եւս մեկ հարված ու անկյունային այստեղ նշանակեց մրցավարը Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ ու տեսնենք արդեն այս անկյունայինը ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստներին Երկար փոխանցում Սարգսյանը առաջին արձագանքեց գնդակին Ավդալյան դեպի Մանուչարյանը անցավ գնդակը ամեն դեպքում ու Մանուչարյանը շարժվում է առաջ տեսնենք ինչ որոշում կկայացնի հիմա նա մի փոքր թույլ ստացվեց փոխանցումը գեղեցիկ խլում կատարեց փոխանցումը նույնպես բայց Ազիզյանի հարվածը փակվեց այստեղ եւ անկյունային խաղարկի հիմա էլ արդեն Ատլետիկոն Մանուչարյանն է գնդակի մոտ կա փոխանցումը բարձրից Ենգիբարյանը փորձեց հեռացնել չստացվեց Ռաֆայել Ազիզյան Թովմաս Սարգսյանը հարված ու Դավիթ Հարությունյանն է կանգնում գնդակի ճանապարհին հիմա էլ Հարությունյանը կսկսի Սելտայի գրոհներից մեկը դեպի Դուրգայանը լավ նկատեց Դուրգարյանը ու այստեղ Վկրչյանը հաջող է պաշտպանվում Մանուչարյան կա Ավդալյանը կա փոխանցումը Բոքսյանը դուրս է գալիս դարպասից ու այստեղ ոտքով կարողանում է հեռացնել գնդակը նորից Մկրտչյանն է գնդակով Ազիզյան լավ իջեցում կատարեց այստեղ Ազիզյանը գնդակի դեպի ավելի աջ Ալեքս Մանուչարյան հետ փոխանցում Գևորգյանի ուղղությամբ ու թողեց Մկրտչյանը գնդակը այստեղ Գևորգյանը Ակուլյան Ակուլյան հարված բարձր է ստացվում Ակուլյանի այս փորձը հարված Սելտայի դարպասից Սենեկ Քերիմյան Սայթակեց այստեղ Սենեկ Քերիմյանը բայց հասցրեց պահել գնդակի իր թիմի մոտ Դավիթ Հարությունյան ու այստեղ այս փոխանցումը չանցավ Ազիզյանը կանգնեց Խալացյանի փոխանցման ճանապարհին Ակուլյանն էլ դեպի Մանուչարյանը շատ լավ փոխանցում կատարեց նկատելով նրան Ազիզյան նորից Մանուչարյան Զախից կան տարբերակներ չանցավ Մանուչարյանի փոխանցումը բայց մնաց գնդակը Երևանի Ատլետիկոյի մոտ Գևորգյան լավ էր նկատել Ազիզյանին բայց այստեղ Դուրգայանը փակեց գնդակի ճանապարհը Լավ բայց շուտ էլի չես Եզից կնետի Մանուչարյանը լավ փոխանցում տեսանք դեպի Սարգսյանը կար խախտում բայց մնաց գնդակը Թովմաս Սարգսյանի մոտ Սարգսյան միայնակ արեց ամեն ինչ բայց փակվեց հարվածի ճանապարհը Սարգսյանի Շնայած տեսեք վերականգնեց գնդակի մոտ Թովմաս Սարգսյանը մնաց գնդակով ու հիմա արդեն կա խաղի կանոնների խախտում Սարգսյանի դեմ պայքարում Ես ստանդարտ է նշանակում մրցավարը Սելտայի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Ատլետիկոյին գնդակի մոտ են Թովմաս Սարգսյանն ու Ալեքս Մանուչարյանը բայց իհարկե կարծում եմ Մանուչարյանը կփորձի հարված կատարել խաղարկում հարված ու ֆանտաստիկ գոլ հեղինակ է դառնում Մանուչարյան ինչ կոմբինացիա խաղարկեց նիսկ հարվածը էլ ավելի խելացնոր էր Ալեքս Մանուչարյան 4-0 իսկապես գեղեցիկ ստանդարտ իրականացում խաղարկեց Մանուչարյան ու ոչ մի շանս
Չտվեց այստեղ ոչ մեկին նույնիսկ դարպասապա կարծում եմ փակ այդ բոքսանի արչև տարածությունը ու չնկատեց թե որ ուղղությամբ ընթանում արվածը 4-0 իհարկե Ատլետիկոն շատ խոշոր դարձրեց արդեն հանդիպման հաշիվը ու տեսնենք Սելտան ինչպես կփորձի այս իրավիճակից դուրս գալ Սենե Քերիմյան բայց չանցավ այստեղ փոխանցումը Մկրտչյանն էլ ուղարկում է գնդակ Ազիզյանի ուղղությամբ այո իսկապես շատ հաջող հասկացան միմյանց ստանդարտը խաղարկելու պայն Մանուչարյանն ու Թովմաս Սարգսյանը կոմբինացիան գեղեցիկ էր հիմա Ավդալյանի հարվածը տեսանք բոքսյանը ոտքով հեռացած գնդակ ու նորից Ատլետիկոն վերականգնում է գնդակը Գևորգյան ու Մկրտչյանը շատ լավ փոխանցում կատարեց Ակուլյանին Ակուլյանն էլ փորձեց իջեցնել փոխանցել Մանուչարյանին բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Դավիթ Հարությունյան Մկրտչյանը պայքարում է միջև վերջ ու խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Սելտան արագորեն խաղարկում է գնդակը Դուրգարյան ու այստեղ խախտեց Մկրտչյանը խաղի կանոնները կանգնեց կարծես Հարությունյանի ոտքին ու տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստերին Հարությունյանի հետ ամեն ինչ կարգին է ու նա է պատրաստվում Դուգանայինը իրականացնելուն կա մրցավարի սուլիչը խաղարկում այստեղ Դավիթ Հարությունյանը հարվածում է բայց շեղությամբ ստացվեց այս փորձը հարված կլինի Ատլետիկոյի դարպասից Գասպարյանը շատ արագ տեղադրեց գնդակը ուղարկեց Մանուչարյանի ուղղությամբ դեպի Ակուլյանը կա աչից կա ձախից տարբերակ Գևորգյան միացել է թիմի գրոհին բայց փակվեց Գևորգյանի փոխանցման ճանապարհը բայց Դուրգարյանն էլ գնդակը դաշտի սահմաններում ու վաստակեց այստեղ եզրային նետման հնարավորություն Սելտայի համար ինքն էլ խաղարկում է Պապյանի հետ գնդակը Սենե Քերիմյան թողեց Դավիթ Հարությունյանին ու շարժվում է առաջ Հարությունյան դեպի ավելի աջ Ենգիբարյանն է այստեղ հեռու թողեց գնդակը բայց մնաց գնդակը Սելտայի ֆուտբոլիստերի մոտ Սենե Քերիմյան տեսնենք ինչ որոշում է կայացնելու Գարիկ Սենե Քերիմյանը Ենգիբարյանն ուղարկեց դեպի Եզրով ավելի առաջ իսկ այստեղ եթե չեմ սխալվում փոխանցում կատարողը Խալացյաններ ու Մկրտչյանը Ատլետիկոյի պաշտպան կարողանում է հեռացնել գնդակը անկյունային կիրասի Սելտան կա փոխանցումը, բայց այստեղ շատ հեռուն գնաց գնդակը եզրից կնետի արդեն Ատլետիկոն, ով բնականաբար չի շտապում թիմ արդեն կարելի ասել ապահովեց այս խաղում ապահովել է այս խաղում 3 միավոր ու շտապելու ընդհանրապես ոչ մի պատճառ չունեն, իսկ հակառակը պետք է ասել Սելտայի տեսանկյունից Գոնը պետք է փորձել թռչել հանդիպան հաշիվը, փորձել կրճատել հանդիպան հաշիվը որքան հնարավոր է բայց դա կրկնում եմ այնքան հեշտ չի լինելու ու հիմա նորից երրակի փոփոխություն է կատարում Հայկ Միրզոյանը խաղադաշտը լքեցին Ակուլյանը, Թովմաս Սարգսյանն ու Արման Ավդալյանը ու նրանց փոխարեն խաղադաշտ վերադարձան Դունամալյանը, Ռևազյանը ու Ղանդիլյանը։ Տեսեք արդեն թարմ ուժերով իշքան են այս փոխարինը դուրս եկած ֆուտբոլիստները բրավո Գասպարյանին այստեղ այս սեյվ չգրանցենք ամեն դեպքում ոտքերով հեռացեց Գասպարյանը գնդակը, բայց դա իհարկե նույնպես կարելի է սեյվ համարել, ամեն ինչ արեց վերահաս գոլից փրկեց այս իրավիճակում Ատլետիկոյին Սելտան ուներ իսկապես հիմա հնարավորություն մեկ գնդակ ետ բերելու, բայց Գասպարյանը դա թույլ չտվեց, Դավիթ Հարությունյան մնաց գնդակով Հարությունյանը, հիմա ազատվեց գնդակից, Ենգիբարյան շատ լավ նկատեց Խալացյանին, Դուրգարյան, Դավիթ Հարությունյան,
բայց Ղանդիլյանը կանգնեց գնդակի ճանապարհին, չնայած Դուրգայանի մոտ այն վերադարձավ։ Ենգիբարյան մեկ հպումով, բայց ստացվեց Ազիզյանը խլում է գնդակ ու շարժվում է առաջ, շտապեց, կարծում եմ Ազիզյանը շտապեց, եթե հասցեր փոխանցումը, ապա խնդիր չեն տեսնում Դունամալյանը կհայտվի հարվածային դիրքում, բայց ավելի լավ տարբերակներ կարծում եմ կունենար Ազիզյանը, եթե մի փոքր չշտապեր։ Եզից կնետին Ատլետիկոն։ Ղանդիլյան նկատանում եզային հետո Ռևաջյան նորից Ղանդիլյան, բայց Դուրգայանը խլեց այստեղ գնդակը մրցակցից, Դավիթ Հարությունյան մեկ հպումով դեպի Սենեկ Քերիմյանը, նորից Հարությունյան, Ղանդիլյանն է գնացել միջև վերջ, բայց այստեղ գնդակը Սելտայի պաշտպանություն վերադարձավ ու երկար փոխանցում տեսանք առաջ, Մանուչարյանն էլ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս, Եզից նետելու է Սելտան։ Ենգիբանյան երկար փոխանցում ու շատ հաջող փոխանցում դեպի Դուրգարյանը, բայց թույլ ստացվեց Դուրգարյանի հարվածը, այսպիսի հարվածներով Գասպարյանին չես արմասնի, իհարկե շատ հանգիստ վերցեց այստեղ գնդակը, Հարությունյան լավն էր, փոխանցումը Պապյանը շարժվում է առաջ, բայց փոխանցումը թույլ ու անհաջող ստացվեց այս իրավիճակում, Գուրգեն Ռևազյան դեպի ավելի ձախ ուղարկեց որտեղ արդեն Մանուչարյանն է, Հարություն Դունամալյան նորից Մանուչարյան շատ լավ խաղարկում էր դեպի Ղանդիլյանը 5-րդ անգամ գնդակը Սելտայի դարպասում է 5-0։ Արտուր Ղանդիլյան 5-0 շատ արագ ու շատ հետաքրքիր խաղարկումներ իրականացրեցին այս իրավիճակում Ատլետիկոյի 3 ֆուտբոլիստներ, սկսեց Մանուչարյանը գրոհը Դունամալյանի հետ պատ խաղարկելով, իսկ հետո գնդակը այնպես հասցեագեց Ղանդիլյանին, ով առանց մտածելու հարվածեց ու գրավեց դարպաս, իհարկե մտածելու կարիք չկար նույնիսկ այդ իրավիճակում, շատ պարզ էր ամեն ինչ պետք էր գրավել դարպաս, ինչը կատարեց Արտուր Ղանդիլյանը 5-0 հիմա ամեն գնդակից հետո իսկապես շատ խոշոր է դառնում Ատլետիկոյի առավելություն ու նրա խփած գնդակներից հետո Սելտան նույնիսկ չէ պատասխանել մեկով, ինչի մասին պետք է մտածեն Սելտայի ֆուտբոլիստները։ Հիմա ստանդարտ հնարավորություն վաստակել է Սելտան այս իրավիճակում ու տեսնեք ինչպես Կիրաստան կամ մրցավարի Սուլիչը Դուրգալյանն է գնդակի մոտ, բայց բավական բարձր ստացվեց այստեղ Սելտայի 4-րդ համարի կատարած հարվածը եւ հարված Գասպարյանի դարպասից տեսեք ինչ ճիշտ պայ է կատարում Գասպարյանը փոխանցում ճիշտ է այստեղ Հարությունյանը արդեն հասցրեց դիմավորել Ղանդիլյանին թույլ չտալ ընդունել գնդակը, բայց Գասպարյանը հենց այնպես կարելի ասել դարպասից փոխանցումներ չի կատարում, իր մեջ նրա կատարած ցանկացած փոխանցում մեծ վտանգ է ներկայացնում մրցակից թիմի համար, հիմա Եզից արդեն կնետի Ատլետիկոն կորցրեց գնդակը Սելտան ու նորից փոփոխություն է կատարում Ատլետիկոյի մարզիչը։ Այստեղ Ազիզյանն ու Գևորգյանը լքեցին խաղադաշտը եւ Ավդալյանն ու Սարգսյանը վերադարձան խաղադաշտ, նրանց փոխարեն Ռևազյան դեպի Մանուչարյանը խաղարկում է Ատլետիկոն գնդակը պաշտպանությունում կորցրեցին այստեղ գնդակը խլեց Սելտան Դուրգալյան բարձր է ստացվում այս փորձը Խալացյանը գնաց միջև վերջ ու խլեց գնդակը մրցակցից, բայց վերջական հարվածը այստեղ չստացվեց Դուրգալյանի մոտ Գասպարյան խաղարկում է գնդակը Ռևազյանի հետ նորից կորցրեց Ատլետիկոն գնդակը, բայց վերադարձրեց Ռևազյանը ինչպես գնաց միջև վերջ ու սահանգում կատարեց այս իրավիճակում թույլ չտվեց հարված կատարի Դուրգալյանը, հետո էլ ստացավ կարծես հարված ոտքին խախտեց Դուրգալյան այս իրավիճակում խաղի կանոնները ու նորից Ատլետիկոն գնդակով է Արման Ավդալյան
Շատ լավ էր մտածել Ավդալյանը, բայց փոխանցման ճանապարհը փակեց Հարությունյանը։ Եզից արկում են գնդակ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները։ Ավդալյան դեպի Ղանդիլյան այս անգամ նորից Հարությունյանը հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին, բայց տեսեք քանի վարկյան այսպես պահանջվեց Ատլետիկոից վերականգնելու գնդակը շատ արագ արեցին այդ ամենը Թովմաս Սարգսյան միայնակ արեց ամեն ինչ, ինչու ավելի շուտ ճուղարկեց գնդակը Դունամալյանին, դա արեց Ղանդիլյանը, բայց չի ստացվում Հարություն Դունամալյանի հարվածը Սարգսյանը կարող էր ինքը եզրափակել, կարող էր փոխանցել Դունամալյանին, բայց խնդրեց այս իրավիճակում ամենաբարդ տարբերակը կարծում եմ ու հիմա գնդակը կլինի Սելտայինը Դավիթ Հարությունյանն է վերսկսում հանդիպումը երկար փոխանցում կատարելով առաջ Մկրտչյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը Սարգսյանն էլ դեպի առաջ է ուղարկում Մանուչարյան նորից Դունամալյան լավ մտահղացում, բայց Դավիթ Հարությունյանը պաշտպանությունում է Ղանդիլյան Մանուչարյան տեսնենք հարվածքը տեսնենք Մանուչարյանից տեսանք, բայց թույլ ստացվեց այս հարվածը Բոքսյանը նախ ոտքով, հետո էլ ձեռքով արդեն վերցրեց ու տիրեց գնդակին Դավիթ Հարությունյան շատ լավ ազատվեց երկու մրցակցի վերահսկողությունից այստեղ Հարությունյանը դեպի կենտրոն Խալացյանն է գնդակով Դավիթ Հարությունյան ու դեպի աջ Ենգիբարյանի ուղղությամբ Ենգիբարյան այստեղ կորցրեց գնդակը Սարգսյանը խլեց Ավդալյանին ուղարկեց ու Ատլետիկոն նորից գրոհի անցնում, բայց Պապյանը այստեղ թույլ չտվեց գնդակը հասնի մրցակից թիմի հարձակվողին Մանուչարյան նորից Ղանդիլյան գտավ կենտրոնում Սարգսյանին ու հարված ստացավ այստեղ Սարգսյանը ոտքին եւ ստանդարտ կիրաստի է Ատլետիկոն բավական վտանգավոր գոտում իհարկե եթե տեսանք Մանուչարյանի նախորդ հարվածու դարպասաձողից ցնցեց գնդակը դեպի Սելտայի դարպասը այս անգամ ավելի մոտ ու հարմար է տարածությունը բայց կարծես այս անգամ Ռևազյանն է հարվածելու նա նույնպես կարող է չեմ բացառում Ռևազյանի հարվածները միշտ են վտանգավոր ստացվում Սարգսյանն էլ գնդակի մոտ է իհարկե բայց կարծում եմ Ռևազյանը կհարվածի հիմա Սարգսյանը գնաց հեռու Դունամալյանը մնաց Ռևազյանի հետ ու տեսնենք ով կհարվածի կա մրցավարի սուլիչը Ռևազյան հարվածը կա ու հիմա դարպասաձողն է փրկում Սելտային նմանատիպ ոճով գրեթե հարված բայց Ռևազյանի հարվածից հետո չարադարձով գնդակի իսկ հիմա եւս մեկ հարված կրակոց Ռևազյանից ու Բոքսյանը փրկում է այս իրավիճակում այո գնդակը դարպասաձողից չի չափ դարպասը դրա մասին էր խոսքս ու Եվս մեկ կրակոց տեսանք Բոքսյանն էլ այս իրավիճակում փրկեց Սելտային Դունամալյան խաղարկված է անկյունայինը դեպի Մանուչարյանը 6-0 դուբլ Մանուչարյանից այս խաղում Դուբլ Ալեքս Մանուչարյանից 6-րդ գնդակը նույնպես հայտնվեց Սելտայի ցանցում ու մնացին վերջին րոպեները հանդիպման, տեսնենք թիմերը ինչպես կանցկացնեն Ենգիբարյան աջ եզրով զարգացնում է արագություն, բայց Թովմաս Սարգսյանը հաջող պաշտպանվեց Մանուչարյանն էլ ուղարկեց գնդակը դարպասապա Գասպարյանի ուղղությամբ եւ մի փոքր անհաջող էր փոխանցումը այստեղ կատարված Գասպարյանը չհասցրեց պայել գնդակը անկյունային է վաստակում Սելտան Սենեկ Քերիմյանն է իրացնում անկյունայինը խաղարկում այստեղ բայց Մանուչարյանը կրայեց մրցակցի մտահղացումը շատ լավ փոխանցում Դունամալյանին կա Ղանդիլյանի տարբերակը միայնակ է գործում Դունամալյանը ու այստեղ արդեն ընկավ Ատլետիկո Երևանի գրոհի տեմպը Կար խախտում Դունամալյանի դեմ պայքարում ու դեղին քարտ ստացավ նաև Պապյանը այս իրավիճակում
ստանդարտ կիրասնի, այո, Տուգանային է նշանակել մրցավարը, ստանդարտ կիրասնի Ատլետիկոն։ Ու տեսնենք այս անգամ ով է իրացնելու Տուգանայինը։ Հիմա էլ կարծես Արման Ավդալյանն է պատրաստվում հարված կատարելուն։ Թե Մանուչարյանը, ոչ Ավդալյանը կարծես կա, Սուլիչը Արման Ավդալյանը հարված պատը իր վրա ընդունեց Ավդալյանի հարվածը։ Սելտան էլ փորձում է հակագրոյացնել, պետք է շտապել Սենեկ Կերիման, հետո խախտեց արդեն Ավդալյանը խաղի կանոնները։ Ու նույնպես եւս մեկ դեղին քարտ Ավդալյանին, վտանգավոր հակագրող այստեղ իսկապես կասեցեց Ավդալյանը։ Սուլիչը խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, Դավիթ Հարությունյան հերվից եւս մեկ հարված ու բարձր է ստացվում Հարությունյանի հարվածը։ Ու վերջ, հանդիպումն ավարտված է, գոլարդ հանդիպում ստացվեց, Ատլետիկոն վաստակեց հերթական 3 միավորը ու միայնական նորից գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեզ մոտ կարճ դադար է, որից հետո խաղային օրը կշարունակենք։